Ողջույն մերսիրելի եւ հավատարիմ հետևորդներ, այսօր սեպտեմբերի 25-ն է, օրը 5-շաբթի եւ սկսում ենք հերթական աշխատանքային օրը։ Կանխավ շնորհակալ եմ ձեր աջակցության համար, լինի նոր բաժանորդագրություն, թե փոքրիկ հաղորդագրություն, անգամ սրտիկի տեսքով։ Առաջին լուրը 3 ուշ երեկոյան արտակարգ դեպք է գրանցվել Գլենդելում։ Ժամը 22-ի սահմաններում պիկապ ավտոմեքենան երկրորդ մայրուղու հարակից տարածքում դուրս է եկել երթևեկության գծերից, բախվել է բլրին եւ բռնկվել։ Բոցերը տարածվել են նաև հարակից բուսածածկի վրա, երբ առաջին արձագանքողները հասել են դեպքի վայր, վարորդը դեռևս մեքենայի ներսում է եղել։ Հրշեջները կոտրել են մեքենայի պատուհանը եւ կարողացել են նրան դուրս բերել վայրկյաններ առաջ, քան կրակը լիովին կուլ կտար մեքենան։ Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը ասում են, որ կայուն է, սակայն դեռևս չի հրապարակվում նրա ինքնությունը։ Հրշեջները մի քանի ժամ շարունակ պայքարել են կրակի տարածման դեմ։ Նրանք ստիպված են եղել բազմիցս վերահսկել նոր բռնկումները։ Ականատեսների տվյալներով ավտոմեքենան հնարավոր է գլորվել է վերևի ճանապարհից, Չևիչես հատվածից։ Տեսագրություններում երևում է, թե ինչպես են հրշեջները բարդ պայմաններում բարձրանում լանջը, հասնելու բոցերի մեջ հայտնված մեքենային եւ միաժամանակ ջուր ցողում տարբեր ուղղություններից։ Դեպքի մանրամասները դեռևս հետաքննվում են։ Կալիֆորնիայի ավելի քան 11.5 միլիոն ընտանիք հոկտեմբերին ավտոմատ վերադարձ կստանա իրենց էլեկտրաէներգիայի հաշիվների վրա Կալիֆորնիայի կլիմայական կրեդիտ ծրագրի շրջանակում։ Վերադարձը տատանվում է 35-ից մինչև $259 սահմաններում, իսկ մեծ մասը կստանա միջինը 56-ից 81 դոլար։ Նմանատիպ փոխհատուցում արդեն տրամադրվել էր նաև Գարնանը։ Կրեդիտը հասանելի է PG&E, San Diego Gas and Electric, Southern California Gas Company եւ Southwest Gas ընկերությունների բաժանորդներին։ Ծրագիրը նախատեսված է բնակիչներին վերադարձնել իրենց բաժինը այն եկամուտներից, որոնք գոյանում են Կալիֆորնիայի ջերմոցային գազերի արտանետումների կրճատման պետական ծրագրից։ 2014 թվականից ի վեր ծրագրի միջոցով վերադարձվել է շուրջ 14.6 միլիարդ դոլար կոմունալ վճարների տեսքով, այս մասին հայտնում է նահանգապետի գրասենյակը։ Եվ քանի որ խոսեցինք գումարների վերադարձից, Ամազոնը համաձայնել է վճարել 2.5 միլիարդ դոլար կարգավորելու ԱՄՆ դաշնային առևտրային հանձնաժողովի FTC-ի գործը, ըստ որի ընկերությունը խաբել է հաճախորդներին Prime ծառայությանը միանալու գործընթացում եւ դժվարացրել են նրանց անդամակցությունը դադարեցնելը։ Այսօր հրապարակված համաձայնագրի համաձայն Ամազոնը կվճարի 1.5 միլիարդ դոլարի փոխհատուցում Prime-ի այն օգտատերերին, որոնք տուժել են FTC-ի բնորոշմամբ խաբուսիկ գրանցման մեթոդներից։ Բացի այդ, Ամազոնը պետք է վճարի 1 միլիարդ դոլար քաղաքացիական տուգանք, սա ամենամեծ տուգանքն է FTC-ի պատմության մեջ որևէ կանոն խախտելու համար։ Գումարները պետք է բաժանվեն բոլոր տուժածներին 90 օրվա ընթացքում։ Փոխհատուցման իրավունք ունեն այն օգտատերերը, այստեղ ուշադիր, որոնք 2019 թվականի հունիսի 23-ից մինչև 2025 թվականի հունիսի 23-ը Prime անդամակցությանը միացել են ընկերության Single Page Checkout համակարգի միջոցով։ Ամազոնը, սակայն, պաշտոնապես չի ընդունել մեղադրանքը։ Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ իրենք միշտ գործել են օրենքի շրջանակներում եւ ցանկանում են արագ առաջ շարժվել կենտրոնանալով նորարարությունների վրա։ Համաձայն համաձայնագրի Ամազոնը պարտավոր է փոփոխություններ կատարել Prime-ի գրանցման եւ չեղարկման ընթացակարգում։ Կայքում պետք է ավելացվի հստակ եւ տեսանելի կոճակ Prime-ի առաջարկը մերժելու համար, իսկ չեղարկման գործընթացը չպետք է լինի դժվար կամ թանկ կամ ժամանակատար։ Չինաստանը մի շարք երկրների հետ նոր կլիմայական ծրագրեր է ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր վեաժողովի շրջանակում անցկացվող համաժողովում։ Չինաստանի նախագահ Սի Ցինպինը Պեկինից ուղիղ տեսաուղերձում հայտարարել է, որ մինչև 2035 թվականը իր երկիրը կնվազեցնի ջերմոցային գազերի արտանետումները 7-ից 10%-ով։ Դրանց առավելագույն մակարդակից, թեև այդ ցուցանիշը շատերի սպասումներից ցածր է, այն առնվազն առաջին անգամն է, երբ աշխարհի խոշորագույն արտանետողը պարտավորվում է կրճատել արտանետումները, ոչ միայն սահմանափակել դրանց աճը։ Սին նաև անուղղակիորեն քննադատել է ԱՄՆ-ին որպես պատմականորեն ամենախոշոր արտանետող եւ ներկայումս Չինաստանից հետո երկրորդ ամենախոշորը։ Նա նշել է, որ այն դեպքում, երբ որոշ երկրներ հեռացել են մաքուր էներգիայի գլոբալ անցումից եւ 2015 թվականի Փարիզյան կլիմայական համաձայնագրի նպատակներից, միջազգային հանրությանը պետք է պահպանել ճիշտ ուղին։ Փարիզյան համաձայնագիրը նպատակ ունի կանխել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 1.5 աստիճան Ցելսիուսից բարձր ազգային կլիմայական ծրագրերի միջոցով։ Սիի խոսքերը հնչել են ընդամենը մեկ օր անց այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում ելույթում մերժել էր կլիմայի փոփոխությունը։
Թրամփը գիտնականներին անվանել էր հիմարներ եւ քննադատել ԵՄ երկրներին ու Չինաստանի մաքուր էներգետիկ տեխնոլոգիաներ ընդունելու համար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, որը հյուրընկալել էր կլիմայի գագաթնաժողովը, կոչ էր արել Փարիզյան համաձայնագրի բոլոր անդամներին ներկայացնել նոր եւ ավելի հավակնոտ ծրագրեր առաջիկա տասնամյակի համար։ Այժմ մեզ անհրաժեշտ են 2035 թվականի համար նոր ծրագրեր, որոնք կլինեն ավելի համարձակ եւ ավելի արագ, նշել է նա։ Չնայած Բրազիլիայում այս տարվա COP30 գագաթնաժողովից առաջ նշանակալի պարտավորությունների նկատմամբ ճնշմանը հայտարարությունները բնապահպաններին չեն տպավորել։ Կանաչ խմբերը եւ փորձագետները նշել են, որ աշխարհի խոշորագույն տնտեսությունների պարտավորությունները զգալիորեն պակասում են անհրաժեշտ կրճատումներից։ Շատերը հույս ունեին, որ Չինաստանը օգտվելով ԱՄՆ-ի նահանջից կներկայացնի առնվազն 30% կրճատման ծրագիր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես հայտարարել է, որ ուժի մեջ է մտնում ԱՄՆ-ի եւ Եվրամիության մեջ կնքված առևտրային համաձայնագիրը։ Հրապարակված ծանուցման համաձայն մաքսատուրքերի աղյուսակը փոփոխվել է հուլիսի ԵՄ-ի հետ ձեռք բերված շրջանային պայմանավորվածությունը իրագործելու համար։ Դրա արդյունքում մաքսատուրքերը ԵՄ-ից ներմուծվող ապրանքների մեծ մասի վրա ներառյալ ավտոմեքենաները նվազեցվել են մինչև 15%։ Գործարքը հետագայում փոփոխվել է, որպեսզի մաքսատուրքերի նոր դրույքաչափը կիրառվի հետադարձ ուժով։ Մինչև այդ եվրոպական ավտոարտադրողները շաբաթներ շարունակ սպասում էին ԱՄՆ-ի պաշտոնական հաստատմանը։ ԵՄ-ից ներկրվող մեքենաների եւ դրանց մասերի մաքսատուրքերը նվազեցվել է 25%-ից մինչև 15%, ինչը սպասված թեթևացում է ավտոարդյունաբերության համար։ Գերմանական ավտոարտադրողների BMW-ի եւ Mercedes-Benz-ի բաժնետոմսերը բարձրացել են այդ լուրից հետո։ Հայտարարությունը նաեւ նշում է, որ հարյուրավոր ապրանքներ կան, որոնք ԵՄ-ից ներմուծվելից ազատված են Թրամփի նոր մաքսատուրքերից։ Դրանց թվում են ԱՄՆ-ում բացակայող բնական ռեսուրսներ, ինչպես նաև որոշ դեղորայքներ եւ ինքնաթիռներ ու դրանց մասերը։ Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին։ Հանդիպումը տեղի ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր վեաժողովի 80-րդ նստաշրջանի ֆոնին եւ արժանացել է միջազգային լայն ուշադրության։ Սպիտակ տանը հրավիրված մամուլի ասուլիսում, թեև Թրամփն էր ավելի շատ խոսում, նախագահը բարձր է գնահատել Թուրքիայի առաջնորդին։ Էրդողանը հզոր առաջնորդ է, նա կառուցել է հզոր բանակ, օգտագործում է մեր տեխնիկան, մեր հարաբերությունները միշտ եղել են ամուր եւ շարունակվելու են զարգանալ։ Մենք ունենք մեծ հարգանք միմյանց նկատմամբ, ասել է Թրամփը։ Նախագահը նաև հիշեցրել է նախկինում համագործակցության կարևոր դրվագները, այդ թվում ամերիկացի կրոնավոր Էնդրյու Բրանսոնի ազատումը։ Էրդողանն իր հերթին ընդգծել է. Այս այցը մեզ հնարավորություն է տալիս մեր հարաբերությունները տանել նոր մակարդակի։ Մենք պատրաստ ենք քննարկել ինչպես F-35, այնպես էլ F-16-ի հետ կապված ծրագրերը։ Հարավային Կովկասի թեմայով Թրամփին հարց ուղղվեց Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման վերաբերյալ, որը կայացել էր Միացյալ Նահանգներում։ Թրամփը կարճ է պատասխանել, որ այդ թեմային չի կարող անդրադառնալ, թեև անդրադարձել է Գազայի խնդրին, նշելով, որ ԱՄՆ-ն ձգտում է վերադարձնել պատանդներին եւ մոտնանալ խաղաղության համաձայնության։ Նա ընդգծել է Մերձավոր Արևելքում ակտիվ դիվանագիտության անհրաժեշտությունը։ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի մասին Թրամփը դարձյալ քննադատել է ՌԴ գործողությունները, մատնանշելով, որ այդ ամենի արդյունքում անգամ արդյունավետ առաջ չեն գնացել մարտի դաշտում։ Նա կոչ է արել դադարեցնել պատերազմը։ Սպասվում է, որ Թուրքիայի նախագահի հետ կհամաձայնեցվեն մի շարք փոխգործակցական ծրագրեր, ինչպես նաև բանակցություններ կլինեն տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգային խնդիրների շուրջ։ Միջազգային մեկ լուր, որը չի առնչվում Միացյալ Նահանգներին, սա մեծ իրադարձություն է, այդ իսկ պատճառով որոշեցի տեղ տալ այս ժամի լուրերում։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման հանցավոր դավադրության մեղադրանքով։ Փարիզի դատարանը պարզել է, որ նրա մերձավոր աշխատակիցները փորձել են Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիի օրոք միջոցներ հայթայթել Սարկոզիի 2007 թվականի նախագահական ընտրարշավի համար։ Սարկոզին այս որոշումը որակել է անարդար եւ սկանդալային, հավելելով. Բնականաբար ես բողոքարկելու եմ, հնարավոր է ստիպված լինեմ ձեռնաշղթայված ներկայանալ վերաքննիչ դատարան։ Նրանք, ովքեր կարծում են, թե ինձ նվաստացնում են, այսօր նվաստացնում են Ֆրանսիային, սա Ֆրանսիայի պատկերի դեմ է, ասել է նախկին նախագահը։ 70-ամյա Սարկոզին ստիպված կլինի բանտում լինել, քանի որ դատավճիռը շատ ավելի խիստ էր, քան սպասվում էր։ Նա, սակայն, արդարացվել է կոռուպցիայի եւ ապօրինի ընտրարշավի ֆինանսավորում ստանալու մեղադրանքներից։ Դատարանը նշել է, որ չկա ապացույց, թե Սարկոզին անձամբ գործարք է կնքել Քադաֆիի հետ, սակայն նա մեղավոր է ճանաչվել հանցավոր դավադրության համար, թույլ տալով իր աշխատակիցներին կապվել Լիբիայի հետ ընտրարշավի ֆինանսավորում ստանալու նպատակով։ Սարկոզին միշտ հերքել է մեղադրանքները, դրանք համարելով քաղաքական արշավ։ Նա բազմիցս հայտնվել է դատական խնդիրների մեջ։ Օրինակ, նախորդ տարի Ֆրանսիայի բարձրագույն դատարանը հաստատել էր նրա կոռուպցիայի եւ ազդեցության
անօրինական կիրառման դատավճիռը պարտավորեցնելով նրան 1 տարի կրել էլեկտրոնային հետևման սարք։ Չնայած դատական խնդիրներին Սարկոզին շարունակում է մնալ ազդեցիկ գործիչ ֆրանսիական քաղաքական դաշտում, հանդիպումներ ունենալով նաև վարչապետ Սեբաստիան Լենոյի հետ եւ աջակցություն ցուցաբերելով աջակողմյան ազգային միավորում կուսակցությանը։ Այժմի համար այսքանը, ԱՄՆ լուրերի մասին եղեք տեղեկացված մեզ հետ US Armedia, ձեր հավատարիմ ուղեկիցը անկողմնակալ լուրերի աշխարհում, եթե այդպիսիք դեռևս մնացել են, թեև հույսով եմ, որ կան։ Այսքանը, ինչպես նշեցի, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։